Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ը տեսակապի միջոցով կզրուցի Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Շնորհակալ եմ, ես էլ շնորհակալ եմ։ Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Ես կխնդրեմ ձեր կարծիքը այս մասին։ Գիտեք, ինչպես ասեց, եթե չեմ սխալվում, ամերիկյան պաշտոնյաներից մեկը, հիմա դժվարանում եմ կոնկրետ նշել թե ով էր, որ խաղաղագնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է եւ Ադրբեջանը իր կողմից պետք է վերհաստատի իր ուրեմն այդ համաձայնագիրը եւ արդեն ինչ որ պայմանավորվածությունների համար հիմք ստեղծվի, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի։ Ուրիշ հարց է, որ Ադրբեջանը իմ կարծիքով ամեն կերպ փորձում է հեռացնել կամ ընդհանրապես այդ պայմանագիրը հնարավորին չափով ավելի ուշ ստորագրել։ Ես չգիտեմ ինչ է տեղի ունենում, խոսքս այն միջադեպերի մասին է, իբր միջադեպերի, որոնք որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների եւ օֆիցիալ ինչ-որ սպիկերների, ուրեմն հայ-ադրբեջանական սահմանի վրա ինչ-որ միջադեպներ են եղել, կրակոցներ են եղել հայկական կողմից, ինչը չեն հաստատել միջազգային դիտորդները եւ հիմա Ադրբեջանը գուցե կփորձի ինչ-որ մի ուրիշ մի նոր բան մոգոնել։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն է միանում Ադրբեջանին ինչ-որ սատարման քայլեր է փորձում ձեռնարկել եւ հիմա իրավիճակը այնպես է, որ Ալիևը փորձում է ամեն կերպ հետաձգել կամ խուսափել ընդհանրապես այդ պայմանագրի ստորագրումից։ Իսկ ինչը վերաբերվում է բուն նրան, որ ոնց է Ալիևը ընդհանրապես համաձայնվել եւ համաձայնացրել այդ վերջի երկու կետը, ես կարծում եմ, որ որոշակի ճնշում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի վրա արտասահմանից, կարծում եմ, որ Միացյալ Նահանգներից, քանի որ Եվրոպայի հետ ինքը ընդհանրապես հաշվի չի նստում եւ կարծում եմ, որ այդ ճնշման հետևանքով եւ այդ պայմանագրի բոլոր կետերը իբրև թե համաձայնեցվել են։ Իսկ հիմա Ալիևը ըստ իր սովորույթի կփորձի ինչ-որ ձևով դրանից ուրանալ կամ ինչ-որ ձևով խուսափել։ Իդեպ Ռուսաստանի Դաշնությունը եւս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել այդ համաձայնագրի ստորագրմանը։ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է, բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։ Ես նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ հումանիտար հարցերը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան եռակողմ համաձայնագրով։ Այս մասով ինչ կասեք։ Ռուսաստանը ոչ էլ ասի, որ գիտեք ինչ, ես դեմ եմ, քանի որ Ադրբեջանը ինձ խոսք է տվել, որ ինքը պետք է հարձակվի Հայաստանի վրա, ամեն լրիվ տակի կեղտոտ չեն բարձրացնելու վերև։ Ադրբեջանը այդ հայտարարությունը արել է, այդ համաձայնագրի վերաբերյալ, եւ Ռուսաստանը պարզ բան է, օֆիցիալ միջոցներով ինքը պետք է հաստատի, ասի, այո, մենք կողմնակից ենք, իհարկե, խաղաղություն եւ այլն։ Ով խոսա խաղաղությունից, Ռուսաստանը չխոսա։ Այնպես որ դա պարզապես ինչ-որ օֆիցիալ մի պրոտոկոլ էր, որը որ իրենք պարզապես կատարեցին։ Իրականում խաղը լրիվ ուրիշ բանի մեջ է կայանում, խաղը կայանում է նրա մեջ, որ հնարավորին չափով հեռացնել Հայաստանին այդ պայմանագրի ընդհանրապես խաղաղությունից, եթե տենց ասենք, որովհետև խաղաղությունը Ռուսաստանին, ոչ էլ Ադրբեջանին այսօր Հայաստանում այդ խաղաղությունը իրանց ձեռնատու չի, իրանց ձեռնատու է, որ այդ կոնֆլիկտը անվերջ շարունակվի եւ իրենք թե Պուտինը, թե Ալիևը իրենք անվերջ ստանան այն դիվիդենդները, որոնք որ միշտ ստացել են եւ
նաև այն իրավիճակը պահպանվի, որ տեսեք մենք հակամարտության մեջ ենք գտնվում, մենք ինչ որ հարցեր ունենք լուծելու, հիմա հանգարցակի որ ժողովուրդների իրենց ժողովուրդների էլեկտորատների ուրեմն հայացքը չընկնի այն տնտեսական աղետների վրա եւ այն ծանր տնտեսական վիճակների վրա, որոնք որ այսօր առկա են թե Ռուսաստանում, թե Ադրբեջանում։ Այնպես որ ավելի լավ է դրա վրա պարզապես ուտել, դա մի ոնց որ ասացի, պրոտոկոլ էր, անցավ գնաց։ Իդեպ Մարիա Զախարովան խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին, նշել, որ մենք արձանագրել ենք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ կոչերին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին, որոնց նկատմամբ այժմ դատավարություն է ընթանում Բաքվում։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին, բարեկամներին ու ընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ անհրաժեշտ աջակցությունը իրենք կարող էին ցուցաբերել դեռևս այն ժամանակ, երբ որ ռուս խաղաղապահների ուղիղ աչքի առաջ քթի տակ ձերբակալվեցին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, նաև մյուս գերիները, որոնք այս պահին պահվում են Բաքվում։ Ինչի մասին է այս հայտարարությունը առհասարակ։ Գիտեք, ես հենց դրա մասին եմ ուզում ասել, դուք առաջ ասեցիք, որ հենց իրենք այդ աշխատանքը իրենք եթե կատարող լինեին ընդհանրապես, իրենք պետք է շուտ անեին, հա, դեռ այդ համաձայնագիրը ստորագրելուց հետո, հա, որ իրենք պետք է միջանցք տրամադրեն, որ անվտանգություն պետք է լինի, այդ ամեն ինչը տեղի չունեցավ։ Հիմա իրենք խոսում են ինչ-որ հերթական ինչ-որ մի բանի մասին, որը որ իրենք իբրև թե պատրաստ են ինչ-որ բան անելու։ Իրենց պատրաստակամությունը ոչինչ չարժի եւ Ռուսաստանը բազում անգամ արդեն վերջի 20 տարվա ընթացքում ապացուցել է այդ թեզը, այդ իրականությունը, ես կասեի, եւ հիմա Զախարովան մի հատ բան էլ մոռացավ նշել, որ այդ գերիների մեջ կա մի հատ Ռուսաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյան անուն ազգանունով, որը որ իբրև թե ինքը հնչեցրել է, որ ինքը ինչ-որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից, բայց դա ծիծաղելի է, քանի որ Ռուսաստանի քաղաքացիությունից այդպես հեշտ չի հրաժարվել եւ գուցե դա հենց ինչ-որ դրվագ էր ստեղծվել ի սկզբանե Ռուսաստանի կողմից, երբ որ իրենք գործուղում էին Ռուբեն Վարդանյանին դեպի Հայաստան եւ դեպի Արցախ եւ հենց պարտադրել են, որպեսզի ինքը նշի, որ ինքը դուրս է գալիս Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի հետագայում ինքը արդեն իրենք ոչ մի պարտավորություններ չունենան այդ անձի վերաբերյալ եւ ինքը ներկայանա արդեն իբրև միայն Հայաստանի քաղաքացի եւ միայն ուրեմն հայ ազգի ուրեմն փրկիչ եւ այլն, ինչպես որ իրենք էին դա ծրագրավորում այն ժամանակ, երբ որ իրեն ուղարկում էին Հայաստան եւ Արցախ։ Սցենարը շարժվեց, գուցե դա իրենց հենց սցենարն է եղել եւ ըստ երևույթի հենց իրենց սցենարն է եղել։ Ես չեմ բացառի այն բանը, որ հիմա Ռուբեն Վարդանյանը նույն գտնվում է Բաքվի բանտում եւ կարծում եմ նաեւ որ լուրջ հալածանքների ենթարկվում, դա էլ է Ռուսաստանի ծրագիրը արված, որպեսզի իրենց հետագայում ինչ որ հերոսացնեն եւ ինչ որ հերոսացման դրոշով բերեն Հայաստան։ Ուրիշ ինչ որ նկատառումներ ես ճիշտ ասած չունեմ։ Մարիա Զախարովային անհանգստացրել է նաև այն, նա նշել է, որ Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ։ Մենք տեսել ենք այդ հրապարակումները եւ օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա իհարկե ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության համար։ Արդյոք Մոսկվան անհանգստացած է, որ ԱՄՆ նոր վարչակազմը եւս կարևորում է ԱՄՆ-ի հետ անվտանգային հարաբերությունների խորացումը։ Իհարկե անհանգստացած է, քանի որ եթե նման բան տեղի ունենա, իսկ ըստ երևույթին դա տեղի կունենա, քանի որ Վաշինգտոնում հայտարարվել է, որ Գերմանիայի ռազմական բազայից մոտ 151
ինչ-որ զրահամեքենա տեղափոխվելու է Հայաստան որոշ ժամանակով, դա տեղի է ունենալու ուրեմն հուլիս-օգոստոս ամիսներին, եւ դրանից հետո այդ մեքենաները, այդ սարքավորումները չեն մնալու Հայաստանում, այլ հետ են տեղափոխվելու էլի Գերմանիա, ըստ երևույթի դա չի հայտարարվել, բայց ըստ երևույթի դա արվելու է այն բանի համար, որովհետեւ Հայաստանում անցնելու են ռազմավարժություններ որոշակի, ինչը որ ամեն տարի վերջին ամենայն դեպս 23 թվականին դա եղել, 24 թվականին դա եղել ամռան ամիսներին եւ ըստ երևույթին հենց այդ ռազմավարժությունների հետ կապված է այդ տեխնիկան տեղափոխվում Հայաստան, բայց Ռուսաստանի համար այսօրվա պարագայում դա շատ ծանր ապացույց է նրան, որ իսկ ըստ իրենց կանխագուշակումների, որ հենց որ Տրամպը եկավ իշխանության, ինքը ուրեմն հայ-ամերիկյան այդ ռազմավարական պայմանագիրը պետք է պատռի եւ գցի մի կողմ, դա տեղի չունեցավ։ Եվ այս փաստը, որ հիմա տեղի է ունենում, այս տեղափոխումը տեխնիկայի եւ հնարավոր համատեղ ռազմավարժությունները խոսալու է նրա մասին, որ դա ոչ միայն չի հաստատվում այդ իրանց կանխագուշակումները, այլ նաև Տրամպը դրանով հաստատում է այդ պայմանագիրը եւ ապագայում ինքը որոշակի սատարում է նախատեսում Հայաստանին եւ ես նաև չեմ բացառում այն բանը, որի մասին խոսացի մի քիչ առաջ, թե ինչպես է Ալիևը ընդհանրապես ընդունել այդ բոլոր 15 կետերի համաձայնացումը, ես կարծում եմ, որ ճնշումը եղել է հենց Միացյալ Նահանգներից, Սպիտակ տանից։ Եվ ինչին որ ինքը չէր կարող դրան որ իր ցեբան հակադրել եւ միակ մենք այսօր կարող ենք պարզ ստապ գիտակցենք այն բանը, որ միակ տեղը, որտեղից որ այսօր հնարավոր է 100%-անոց ճնշում գործադրել Ադրբեջանի ղեկավարի վրա, դա Սպիտակ տունն է։ Ոչ Եվրոպան, ոչ էլ նույնիսկ Թուրքիան կամ Ռուսաստանը այդ հնարավորությունները այսօր 100%-ով տենց ասեմ չունեն։ Իրենք կարող խորհրդատվական ինչ-որ փորձեն ինչ-որ դաշտ ստեղծեն եւ այլն, բայց 100%-անոց կատարման մանդատ իրենք չեն կարա ներկայացնել։ Իսկ Սպիտակ տունը այսօր կարող է դա անել։ Եվ ըստ երևույթին դա տեղի է ունեցել, քանի որ ըստ Տրամպի ընդհանրապես վարած քաղաքականության, որ ինքը սատարելու է քրիստոնյա երկրներին, ըստ այն փաստի, որ Տրամպը զանգահարել էր հայոց պատրիարխին, Արևմտյան եւ բազմաթիվ այլ գայլերը, որոնք որ կարող են խոսել նրա մասին, որ Միացյալ Նահանգները եւ Սպիտակ տունը որոշ չափով իրենք շահագրգռված են, որպեսզի այս մեր հակամարտությունը հանգուցալուծվի եւ ընդհանրապես այս հարցը փակվի։ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցմանը եւ նշել, որ դա չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, իսկ լիարժեք աշխատանքի վերադառնալը ժամանակ կպահանջի։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պահպանում է կազմակերպության շրջանակում Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները։ Այ ես կխնդրեմ հատկապես այս վերջին պարբերությունը մեկնաբանեք, բոլորս հիշում ենք 21 թվականի Սևլիջ ներխուժելը ադրբեջանցիների կողմից, այնուհետև 22 թվականի Սոտքի եւ Ջերմուկի այդ ագրեսիան, ինչի վրա է հիմնված այս հայտարարությունը, բոլորս տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես ՀԱՊԿ-ը չի կանգնել Հայաստանի կողքին։ Գիտեք, այս ՀԱՊԿ-ի հետ կապված արտավորությունների կատարման, եթե մասին խոսենք, ընդհանրապես, ապա ես կարող եմ ասել, որ միակ կողմը, որ այսօր բացի վճարումներից կատարում է իր ՀԱՊԿ-ի պարտականությունները, դա Հայաստանն է։ Դա ինքը չի մասնակցում ոչ մի նիստերին եւ ընդհանրապես մասնակցություն չունի, բայց դե յուրե Հայաստանի կողմից ըստ կանոնադրության ՀԱՊԿ-ի բոլոր փաստաթղթերը ստորագրվում են, ընդունվում են եւ Հայաստանը իր դերը ՀԱՊԿ-ում կատարում է, քանի որ ինքը այսօր դե յուրե ՀԱՊԿ-ի մաս է կազմում։ Եթե խոսենք ընդհանրապես այն դերի մասին, թե Ռուսաստանը կամ ընդհանրապես ՀԱՊԿ-ը Հայաստանի վերաբերյալ ինչ դեր ունի կամ չունի, դա պարզապես արդեն ծիծաղելի է դառնում այդ իրենց ֆանտասմագորիա
մեդիաները, որոնք որ ծնվում են Մարիա Զախարովայի գլխի մեջ, եւ այն հեքիաթները, որ իրենք պարզապես ինքը անձամբ պարզապես հնչեցնում է, ես հասկանում եմ, որ դա իրենց ներքին ուրեմն լսարանի համար է հնչեցվում, որ տեսեք մենք Ռուսաստանը միշտ ինչպես միշտ ամեն ինչը կատարում է, իսկ մեզ խաբում են, մեզ ուրեմն խուսափում են, իրենք մեր հանդեպ չեն կատարում, իսկ մենք կատարում ենք, դա ինչ-որ այտենց ինչ-որ մի հատ հեքիաթներ են իրենք երգեցնում, թե հեռուստատեսությամբ, թե իրանց մեդիաներով տարբեր սպիկերներով, ընդհանուր մինչև օֆիցիալ անձեր միշտ այդ ուրեմն մթնոլորտը ստեղծում են, որ Ռուսաստանը միշտ sense նեղացած վիճակում է գտնվում եւ ինքը միշտ պարզ ուրեմն դեմքով է հանդիսանում, իսկ իրեն հակառակորդները կամ գործընկերները իրենք փորձում են խափած լինեն։ Այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է։ Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ հանձինս Ռուսաստանի, դե պարզ պետք է հասկանանք, ՀԱՊԿ հասկանում ենք Ռուսաստան, Ռուսաստան հասկանում ենք ՀԱՊԿ, քանի որ առանց Ռուսաստանի ՀԱՊԿ գոյություն չէր ունենա պարզապես։ Իրենք ոչ մի բան չեն ձեռնարկել այն ուղիղ հարձակումների վրա, որոնք որ տեղի ունեցան 23 թվականին Հայաստանի վրա, Ադրբեջանի կողմից, այն 200 քառակուսի կիլոմետրները, որոնք որ մինչ օրս ուրեմն օկուպացված են Ադրբեջանի կողմից եւ իրենք դա չտեսնելու տեղ են պարզապես դնում եւ ասում են որ դա պարզապես սահմանների ինչ որ շտկման ինչ որ հարց է, մենք հաստատ չգիտենք դա Հայաստանի տարածք է թե Հայաստանի տարածք չէ, այնինչ պարզ բան է, դա խոսքը 1 կիլոմետրի մասին չի, 2 կիլոմետրի մասին չի, ասենք ինչ որ այլ լուրջ, բավականին լուրջ տարածքների մասին է։ Ճիշտ է, պետք է նաեւ ընդգծեմ, որ այդ տարածքները բնակեցված չեն Փարքաստու, այնտեղ ինչ որ բնակելի կետեր, բաներ տենց գոյություն չունեն, այսինքն մեր դա պարզապես ինչ-որ սարային ինչ-որ մի դաշտային ինչ-որ մի մաս է, որը որ ուրեմն զավթված է եւ ես հույս ունեմ, որ մենք անարյուն կերպով այդ տարածքները, ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ, որ մենք վաղ թե ուշ այդ տարածքները անարյուն կերպով պետք է վերադարձնենք, իսկ դա կկազմի այն սահմանազատման գործընթացի մի մաս, որը որ վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված կլինի կատարել եւ քայլ առ քայլ մենք այդ սահմանը կգծենք եւ որոշ ժամանակ հետո ադրբեջանցիները ստիպված կլինեն հետ գնալ այդ սահմանից եւ կկառուցվի, կսարքվի արդեն նորմալ միջպետական սահման այնտեղ։ Եվ վերջին շրջանում հատկապես այնպիսի տպավորություն է, որ ռուս որոշ պաշտոնյաներ քնում արթնանում են, որպեսզի առավոտյան հայտնեն Հայաստանին, որ եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, ինչքան վատ կլինի մեր անվտանգության վիճակը, եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք դեպի Եվրամիություն, մեր տնտեսությունը ինչպես կվատանա։ Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Այս մասով եւս կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ինչ կարող եմ ես ասել, քանի որ ընդհանրապես, եթե մոտենանք տնտեսական տեսակետից, յուրաքանչյուր տեղաշարժումը եւ յուրաքանչյուր լուրջ շրջադարձը իր հետևից որոշակի տնտեսական անկում է սպասում։ Եվ խոսել նրա մասին, որ մենք խզելով կապերը Ռուսաստանի հետ, հրաժարվելով ուրեմն այդ ռուսական այդ գազից կամ չգիտեմ ինչ-որ մնացած հնարավորություններից մեր առևտուրը անելուց, մեր առևտուրը բավականին լուրջ կերպով կապված է Ռուսաստանի հետ։ Մենք մի օրվա մեջ կստանանք անհամեմատ ավելի լավ տնտեսական պայմաններ եւ մեր տնտեսությունը կտրուկ մի աճ կապրի, դա սուտ կլինի, քանի որ յուրաքանչյուր շրջադարձը տնտեսության մեջ իր հետևից տանում է որոշակի անկում, բայց մենք պետք է պարզ գիտակցենք մի բան, որ որպեսզի մենք հնարավորություն ստանանք էլ ավելի լավ տնտեսական, եթե խոսքը տնտեսության մասին է, պայմանների համար, եթե մենք
լուրջ նկատառումներ ունենք, որպեսզի մեր երկիրը լուրջ կերպով զարգանա եւ դառնա եվրոպական երկրների կենսամակարդակներին համապատասխանող մի երկիր, ապա մենք պետք է հասկանանք, որ մենք այդ շրջադարձը պետք է կատարենք։ Ուրիշ հարց է, թե ինչքան ժամանակ մեզ պետք կլինի, որպեսզի մենք կարողանանք դիվերսիֆիկացիա անենք մեր տնտեսությունը, մեր առևտրային լոգիստիկ կապերը, մեր էներգետիկ հարցերը, ինչ կերպով պետք է լուծենք եւ այլն եւ այլն։ Այդ հարցերը պետք է նախապատրաստվեն եւ հենց այդ նախապատրաստման մեջ է բուն կայանում այն ժամկետների երկար թե կարճ լինելը։ Այսինքն ինչքան լավ մենք նախապատրաստվենք այդ Ռուսաստանի հետ խզմանը մեր կապերին կամ չխզմանը, բայց նվազեցմանը, ինչքան լավ մենք կարողանանք նախապատրաստվենք դրան, այդքան ավելի կարճ կլինի այդ process-ը։ Հիմա ոմանք կարող են հարցնել, իսկ արդյոք արժի թե եթե մենք Ռուսաստանի հետ ինչ որ գումարներ ենք աշխատում, գիտեք, ես կարող եմ մենակ մի բան պատասխանել, որ նման մարդիկ, որոնք որ ասում են, որ դե ինչ կա Եվրոպայում մեզ պետքա մենք գնանք Եվրոպա, եթե մենք ստեղ հիմա ապրում ենք, ավելի լավ է այս վիճակով ձեր շարունակվի եւ այլն, այդ մարդիկ պարզապես չեն հասկանում ինչ բարիքների մասին է խոսքը ընդհանրապես։ Այդ մարդիկ չեն հասկանում եւ չեն ուզում ճանաչեն այն փաստը, որ ասենք յուրաքանչյուր Եվրոպա, Եվրոմիություն մտնող պետության միջին կենսամակարդակը բարձրանում է անգամներով ու դա տեղի է ունենում, ասենք 2, 3, 4, 5 տարվա մեջ նայած պետություն, ասենք նայած այդ պատրաստությունը, որը որ իրենք աշխատանքը, որ իրենք արել են մինչև այդ մուտք գործելը։ Եվ ես բազում անգամ օրինակներ եմ բերել, որ ասենք, միջին երկիրը նույն Չեխիան վերցնենք կամ Լեհաստանը վերցնենք կամ Հունգարիան վերցնենք, հա, որոնք որ Եվրոմիություն մտնելուց առաջ իրենց մոտ աշխատավարձը միջին կազմում է 200, ասենք եվրոյի կարգի ինչ որ գումար, հիմա կազմում է 1500, 2000 եվրոյի կարգի ինչ որ գումար է կազմում։ Այսինքն համարյա թե 10 անգամ իրենց կենսամակարդակը բարձրացել է, 10 անգամ, եւ ինչքան ավելի երկար, ինչքան ավելի գրագետ ձևով է այդ ինտեգրացիան տեղի ունենում, այնքան ավելի բարձր է այդ ցուցանիշը։ Ես այդ ամենը նկարագրեցի այն բանի համար, որպեսզի բացատրեմ ու մենք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Մենք հանուն ինչի ենք ուզում հրաժարվենք ընդհանրապես Ռուսաստանից։ Շոյգուն ճիշտ է ասում։ Շոյգուն ասում է ակնթարթային, ասենք, կարճատև ինչ որ մի փոփոխությունների մասին։ Այո, եթե հիմա Հայաստանը վերցնի հրաժարվի ընդհանրապես առևտրից եւ հազատարներից եւ այլն չպատրաստված կերպով Ռուսաստանից, մենք կընկնենք մի հատ բավականին լուրջ ինչ որ տնտեսական անկման մեջ, բայց նախ եթե մենք պարզ արձանագրում ենք եւ մենք որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն եւ Եվրոմիությունը պատրաստ է այսօր մեզ ընդունելու, դա կնշանակի նաեւ այն բանը, որ Եվրոմիությունը նաեւ լուրջ ջանքեր կգործադրի, որպեսզի Հայաստանում այդ ստրեսը ավելի փափկեցնի եւ հնարավորին չափով շուտ այդ տնտեսական ինչ որ անկումից Հայաստանին հանի եւ մենք ի տարբերություն ասենք մյուս պետություններին, նույն Ուկրաինային կամ խոշոր պետություններին, որոնք որ մտել են Եվրոմիության մեջ, Հայաստանը բավականին փոքր է իր կազմով եւ տարբեր տնտեսական ցուցանիշներով, հա, որպեսզի Եվրոմիության համար դա ընդհանրապես ոչ մի խնդիր չի կայանում։ Շատ արագ կերպով Եվրոմիությունը կարա այդ հարցերը բոլորը լուծի եւ Հայաստանին տրամադրի այն հնարավորությունները, որոնք որ գոյություն ունեն Եվրոմիության մեջ։ Ասածս գուցե տարիներ առաջ զարմանալի թվար, բայց ներկայիս իրավիճակում, որում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունը, արդյոք Շոյգուն ավելի շատ անհանգստացած չէ Ռուսաստանի տնտեսությամբ, հաշվի առնելով թե ինչ սանկցիաների տակ է ներկայումս գտնվում եւ ինչ կարեւոր է Հայաստանի հետ այս տնտեսական կապը հենց առաջին հերթին իրենց համար։ Գիտեք, ամոթով եմ ասում, բայց Հայաստանը այսօր
եւ Շոյգուի օրոք դրա համար էլ ինքը այդ ամենից քաջատեղյակ է, բավականին լուրջ գործոն է Ռուսաստանը սանկցիաներից ուրեմն շրջանցելու գործում եւ այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանի համար անհամեմատ ավելի ցավալի կլինի Հայաստանի կորուստը իբրև տնտեսական գործընկեր, այսպես ասեմ, քան թե Հայաստանի համար։ Հայաստանը, ինչպես վերը նշեցի, բավականին, եթե գրագետ քայլեր ձեռնարկի, բավականին կարճ ժամկետներում ինքը ոչ միայն կվերականգնի իր տնտեսությունը, այլ կբազմապատկի անգամներով։ Իսկ ինչը որ չի կարող ասել Ռուսաստանը ստիպված կլինի նոր ինչ-որ միջանկյալ հնարավորություններ գտնել, իսկ մեր ռեգիոնում փաստացիորեն այդ հնարավորությունները Ռուսաստանի համար շատ եզրափակված են, քանի որ Ադրբեջանը աշխատում է Թուրքիայի հետ մի տանդեմի մեջ, եւ Ադրբեջանի միջոցով թեև Ռուսաստանը որոշակի հարցեր լուծում է, այն թվում, ասենք, իր գազն է փորձում վաճառել արտասահման ադրբեջանական գազի տեսքով կամ ինչ-որ բան, բայց կոնկրետ այդ հաբը, որի միջոցով, ասենք, բարձր տեխնոլոգիաների ինչ-որ հնարավորություններ ունենա ձեռք բերելու, նույն չիպերի հետ կապված, նույն ոսկու կամ ինչ-որ մնացած ինչ-որ հանածոների հետ վաճառքի, դա Հայաստանն է մինչ օրս, այնինչ մենք ունենք այն հնարավորությունը, որ ինչպես ասեցի, անհամեմատ ավելի լավ, ավելի շահութաբեր աշխատանք տանենք նույն արևմուտքի հետ, բայց մեր համար եւ կապեր հաստատենք հենց արևմուտքի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ Եվ նաև խոսենք հայաստանյան ընդդիմության մասին, ինչ այս համաձայնագրի մասին հայտարարվել է, նրանք արդեն դա պատրաստվում են իրենց օրակարգը վերցնել եւ փողոց դուրս գալ, եւ ինչպես նկատում ենք, Ռուսաստանի օրակարգից անմասն չէ ընդդիմության այդ պահանջները, ինչ կասեք այս մասին։ Դե օֆիցիալ ընդդիմության, պարլամենտական ընդդիմության մասին է խոսքը ըստ երևույթի, կամ նախկին նախագահների կողմից հրահրած այդ ընդդիմության մասին է խոսքը ըստ երևույթի, եւ ես ուզում եմ հիշեցնեմ, որ իրանք էին հենց առաջինները, որոնք ասում էին, այո, բերեք, մենք միջանցքը պետք է տրամադրենք, չէ՞ որ մենք պետք է միջանց տրամադրենք ուրեմն Ադրբեջանին, Ռուսաստանի, մեր եղբայր ռուսները այդ միջանցքը ուրեմն կպաշտպանեն եւ մեր մեկ տարածքով ուրեմն միջանցքը տրամադրենք եւ մենք պետք է ստորագրենք այդ միջանցքի հետ բաները։ Հիմա իրենց պլանները խախտվեց։ Հայաստանը ոչ մի միջանցք չի տրամադրում որևիցե այլ երկրի, դա լինի Ռուսաստան, թե դա լինի Ադրբեջան, թե անկախ ամեն ինչից։ Ոչ մի միջանցք ոչ մի չի ստանում, այն բեռնատեղափոխումները, որոնք որ պետք է տեղի ունենան Հայաստանում ըստ հայկական օրենսդրությանը, տեղի ունենալու եւ այսօր փաստորեն Ռուսաստանը դրանից ինքը զրկվում է, դա մեծ գործ էր, որը որ իրենք նախաձեռնել էին եւ դեռ 20 թվականին, երբ որ պատերազմը սկսեցին, բայց ինչպես տեսնում ենք չստացվեց եւ մենք չզիջեցինք, մենք կարողացանք այսօր հակադարձել եւ կարողացանք պահել մեր չափարները եւ վերջի ինչպես տեսնում ենք Ադրբեջանը ճնշման տապք, ինչպես ես կարծում եմ, վերջո համաձայնվեց ուրեմն այդ խաղաղության պայմանագրի բոլոր կետերի հետ։ Եւ հիմա փորձում են նորից միացնել Ռուսաստանը, նորից է փորձում միացնել 5-րդ շարասյունը Հայաստանի իր պրոքսիներին միացնի, որ նոր հժդժություններ ստեղծեն, չհասկանալով, որ հարցը արդեն լուծված է։ Եվ այդ իրենց պրոքսիները պարզապես Ռուսաստանի վրա գումարներ են աշխատում։ Ֆինանսներ են, դա պարզապես աշխատանք է։ Իրենք վարձատրվում են, իրենք գումարներ են ստանում դրա համար եւ իրավիճակ են ստեղծում, թե իբր Հայաստանում իրենք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում եւ ինչ-որ հարց կարան լուծեն 100 կամ 150 հոգի փողոց հանելով։ Ոչ մի հարց չի լուծվի, միջանցքը չի տրամադրվի եւ
ես հույսեր եմ կապում նրա հետ եւ կոչ եմ անում մեր ղեկավարությանը, որ օր առաջ մենք մեր հարցերը լուծենք հենց Եվրոմիության հետ եւ առաջ տանք այն որոշմանը, որը որ ընդունվեց խորհրդարանում կապված Եվրոքվեի հետ։ Այդ հարցերը պետք է հրատապ կերպով հիմա արդեն լուծվի։ Շնորհակալություն։ Ընտրեմ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1